Տիկին Անժելա, ձեր ամուսնու հետ հանդիպումը էլի պատահականություն էր, Այո, ճակատագրական պատահականություն։ Ինչպես եղավ, պատմեք։ ուրեմն շատ պրոզաիկ խանութի դրան մեջ բախվեցինք։ Կինոների Ես պես։ այո սցենար ուրեմն բախվեցինք եւ այդ տղամարդու հետ ես ներողություն խնդրեցի, որովհետեւ ես էի այդ Բախվողը։ ասցիներեցեք։ Ինքն էլ դա ես ռուսերեն ասցի извините, վանդեր Սերերը առաջին հայացքից։ ինքն էլ ասեց Ничего, ասեց։ Ինքն էլ ռուսերեն այնքան լավ չէր խոսում, ասեց Приятное. Было столкновение. Այդ էպիզոդը մոռացա, անցավ երկար ժամանակ, իմ դասընկերուհին նույն կուրսեցի, որի հոր եղբայրը նկարիչ էր, հրավիրեց, ասեց, արի գնանք, ասեց, հոր եղբորս արվեստանոցը այնտեղ։ Եվ այդ երիտասարդին տեսա այնտեղ։ Հիշեցի, որ ես շատ տգեղ իրեն բախվել եմ։ Ինքն էլ հիշեց։ Ինքը չհիշեց, բայց որ տեսավ իմ տեսքը զբան, այն ժամանակ Հիմա էլ ոչինչ։ Ասեց, գիտեք, ասեց, դե ես գիտեի, որ նկարիչ է, բանը, ընկերն է, ընկերուհուս հոր եղբոր, ասի ես չեմ կարող, ասեց, դե մի սեանս նստեք, ես ձեր պորտրետ նկարեմ, հրաժարվեցի, ասի չէ, հետո անցավ բավականի ժամանակ, այդ ընկերուհիս ասեց, ինչու ասեց դու հրաժարվեցիր, ասեց, գիտես, ասեց, ինքը լավ պորտրետներ է անում այդ նկարիչը, ասի չգիտեմ ինչ-որ, բայց երիտասարդ ժամանակ շատ նկարիչներ մոտենում էին ինձ, խնդրում էին, երևի հարմար դեմք ունեի պորտրետի համար, Գեղեցկուհի եք եղել, համեստաբար մի ասեք հարմար դեմք, Տիկին Անժելա, գեղեցկուհի եք եղել։ Եվ բանը, ես էլ շատ համաճ կուտեի, չէի ուզում ու բավականի ժամանակ էր անցել, պարզվում է, որ ինքը շատ ինձ հեռվից հեռու հետևում է, ինքն էլ շատ է սիրում թատրոն, անընդհատ բոլոր ներկայացումներին գալիս է, ծանոթանում է եւ այլը։ Ու վերջը ինձ մի օր փողոցում հանդիպեց, ես էլ շատ շտապ մեկնում էի նկարահանումների, այդ ժամանակ ես նկարահանվում էի, այդ Կարինե ֆիլմն էին նկարահանում, այդ վերջը ես ասի, ես չեմ կարող, ես 15 օրով գնում եմ քաղաքից, այնպես որ ասեց
Դե ասեք, երբ կլինեք դուք այստեղ քաղաքում, մենք ես ուզում եմ ձեր պորտրետ նկարեմ։ Ասի դե եթե ես գամ քաղաք, իսկ ես չեմ սիրում մարդկանց ինչ որ խոստումներ տան, կոտրատվել եւ այլը։ Ես ռուսերեն ասած չոտկի մարդ եմ։ Ասի այս ինչ որ ես կգամ քաղաք, ինքը ասեց դե ասեց որ ժամին։ Ես ասացի որ ժամին ուզում եք։ Ասեց դե ժամը 7-ին երեկոյան, հենց այստեղում։ Եթե դենց պատկերացնում եք Երևանում մի հատ լավ ծաղիկի խանութ կար, այդ հենց Մոսկովյանի անկյունում միակ լավ ծաղկի խանութներ։ Ասեց այստեղ։ Այնտեղ էլ բան կար, ժամացույց կար միշտ։ Այդ միշտ եղել է այդ ժամացույցը։ Ես դες պատմում եմ շատ հեռու։ Հանդիպեցիք 60-ական թվականների պատմություն։ Դա 66 թիվներ։ Բայց հանդիպեցիք, նկարեց ու սիրեցիք։ Այո, ինքը ինձ նկարեց։ Ես էլ շատ այնպես մտածում էի լավ եւ ժամադրեց նորից, ասեց այստեղ հանդիպենք, բան։ Ասացի լավ։ Եղավ։ Ասի դե ուրեմն այսինչ օրը ժամը 7-ին, հենց այստեղ։ Ես 7-ին եկա, տեսնեմ ինքը նստած է ծաղկի խանութի դռանը, արդեն սպասում է ինձ։ Ու որ մոտեցա, ասեց շատ ընկերուհիներ եմ ունեցել, բայց ասեց զարմացրեցիր դու ինձ քո պունկտուալությամբ, որովհետև հենց ժամացույցը եկավ այդ 7-ին, ես այնտեղ էի։ Ես ասում եմ, ես չեմ սիրում ինչ որ։ Ու հետո ես ոչ մի ուրիշ միտք չունեի, որ կարող է ինքը ինձ։ Ասին դե նկարիչ է, որովհետև շատ մինչ այդ նկարիչներ մոտեցել են, խնդրել են, որ պորտրետ նկարեն եւ այլն։ Երբ հասկացաք, որ միտքը ծուռն է, Տիկին Անժելա։ Որ պահից հասկացաք, որ արդեն գործերը ուրիշ ուղղությամբ են գնում։ Ինքը շատ настойчиво ինձ, հա, իմ մայրական տունը օպերայի մոտ է, ինքը գալիս էր ինձ օպերայից վերցնում էր։ Ուրեմն մեզպես մեծ պտույտ էր անում, վերում էր մամայինց ստուն, հետո գնում էր իրը, այն ժամանակ իր արվեստանոցը։ Քանի տարի եք համատեղ միասին ապրել, երջանիկ։ Մենք ուրեմն 71 թվից 71 թվին փետրվարի 21-ին մենք ամուսնացանք։ Իրեն հետ ապրել եմ մինչև իրեն մահը, իսկ ինքը մահացավ 2014 թվին։ Մեկ ուրիշ պայման կար այդտեղ, որ ինքը ինձանից 18 տարով մեծ էր։ Ոչ մեկը չէր հավատում, որ մեր ընտանեկան կյանքը այդքան երկար կտևի։